Կուսակցության գործադիր մարմնի ներկայացուցիչները ներկայացրել են և զեկուցել են կուսակցության նախագահին իրենց դիտարկումները ընտրական կամպանիայի ժամանակ մեր կուսակցության ծրագրի, ռազմավարության, մարտավարության հետ կապված, մեր թեկնածուների հետ կապված խնդիրներն են քննարկել, ընդհանուր առմամբ անդրադարձ է եղել խորհրդի ապագա նիստին, խորհրդի անդամների և նոր անդամների քննարկում է եղել թեկնածուների, ներկուսակցական երկար աշխատանք է ընթացել այսօր, եթե կունենաք հարցեր, սիրով կպատասխանեմ, համեցեք։ Քննարկվել է արդյոք ով է գլխավորելու հանրապետականի շտաբը, ով է գլխավորելու ՀՀԿ ցուցակը, երկրորդ, երրորդ տեղերում այսինքն առաջին երեքում ովքեր են լինելու։ Ոչ, ցուցակի հետ կապված ով է գլխավորելու, ով չի գլխավորելու, ով որ համարն է լինելու չեն քննարկել, դա կքննարկենք խորհրդի նիստից հետո ավելի։ Իսկ մյուս երկու հարցերը ով է գլխավորելու շտաբը եւ Ասեցի։ Եվ քարոզչական խումբը, եւ շտաբը, բնականաբար աշխատանքները սկսվել են կազմակերպչական, բայց դեռևս չեն ավարտվել։ Մինչև փետրվար ամիսը մենք կներկայացնենք մեր շտաբի ղեկավարին, շտաբի կառուցվածքը, իսկ փետրվարի 6-ից 16-ին օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կներկայացնենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, իսկ մինչ այդ նաեւ ես այստեղ ձեզ կներկայացնեմ մեր կուսակցության համամասնական եւ ռեյտինգային ցուցակների առանձնահատկությունները։ Հարցել վարչապետ Կարեն Կարապետյանը ըստ էության երևի թե չլինի ցուցակում, որտեղ օրենքը թույլ չի տալիս, ճիշտ եմ ասում, թե՞ ոչ։ Ես իրավաբան չեմ եւ երբեք չեմ հավակնել իմ կարծիքը որպես վերջին այսանի ճշմարտություն ներկայացնելու, չեմ կարող ասել կլինի թե չի լինի, օրենքը թույլ է տալիս թե թույլ չի տալիս, դա կորոշեն պատկան մարմինները, եթե թույլ կտա կլինի ցուցակում, եթե թույլ չտա չի լինի ցուցակում։ Ոչ, մենք իրավական հարցեր չենք քննարկում, կքննարկենք համապատասխան կառույցները եւ մասնագետները։ Համեցեք։ Նաև արտաքին քաղաքական խնդիրներ են քննարկել, բնականաբար արտաքին քաղաքական զարգացումներ։ Գործադիր նիստում արդյոք վերջին հայտարարությունը նախորդ այսպես անվանային անվանումը ստացած հայտարարությունը քննարկվել եւ եթե այո, ինչպիսի կարծիքներ կան, ինչ տեսանկյունից կարգենք նստանալու։ Բնականաբար անդրադարձ եղել է եւ կուսակցության ներկայացուցիչները, գործադիր մարմնի ներկայացուցիչները, այդտեղ նաեւ ես ներկայացրել ենք այն իրավիճակը, որ կա, թե Ադրբեջանի արձագանքը, թե ադրբեջանցի լրագրողի հարցը եւ թե Ռուսաստանի արտգործնախարարի պատասխանը, բնականաբար սա այն դեպքերից է, երբ Միսկի խմբի համանախագահ երկրի արտգործնախարարը, այդ թվում նաեւ Ռուսաստանի նման գերտերության արտաքին գործերի նախարարը շատ հստակ, դիպուկ եւ տեղի պատասխան է տվել, նախարարինը, որ սա Ադրբեջանի ներքին գործը չէ, այսինքն Ադրբեջանը չէ, որ պետք է որոշի, եւ սա կարելի է ենթադրել հետեւյալը, որ բնականաբար ադրբեջանցիների եւ իրենց արտգործնախարարի վերջին պնդումը, որ Լեռնային Ղարաբաղը կարող է ունենալ կարգավիճակ միայն ինքնավար մարզի կամ ինքնավար հանրապետության կարգավիճակով, արդեն Միսկի խմբի համանախագահ երկրներից մեկի արտգործնախարարը շատ հստակ հերքել է, եւ երկրորդը նա ասել է այն ինչ որ տարիներ շարունակ ասել է հայկական կողմը։ Չկա առանձին խնդիրներ տարածքների, փախստական եւ կարգավիճակի։ Խնդիրը կլինի լուծված, երբ որ կհստակեցվի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։ Առանց Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման եւ առանց կարգավիճակի խնդրի լուծման այս խնդիրը չի կարող լուծվել։ Այսինքն ադրբեջանական հեքիաթները, որ այսպես ասած իրենց հողերը հետ իրավիճակը կկայունանա եւ սա է խնդրի առաջի փուլը, Լավրովը հստակ հերքեց։ Եվ եթե հիշում եք, հանրապետության նախագահը անցյալ տարվա ընթացքում բազում անգամներ նշել է, որ եթե մենք ուզում ենք առաջընթաց Ղարաբաղյան գործընթացում, պետք է մի բան հասկանանք, որ պետք է վերացնել ոչ թե հետևանքները, այլ պատճառները։ Իսկ պատճառը նախ եւ առաջ դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է։ Այսինքն, որ Ադրբեջանը չի ցանկանում եւ չի կարող այդ քաղաքական կամք չունի ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է ունենա կարգավիճակ, որը ինքը հանրաքվեի միջոցով կորոշի։ Լավրովի պատասխանը շատ հստակություն մտցվեց եւ հուսով եմ, որ այս պատասխանները չեն լինի եզակի եւ 2017 թվականին այդ գնահատականները կհնչեցնի ոչ միայն ռուսական կողմը, նախ ռուսական կողմը մենք ակնկալում ենք, որ կշարունակի
պնդել այս տեսակետը եւ նաեւ մյուս երկու համանախագահ երկրներից ակնկալում ենք նաեւ նմանատիպ հստակ գնահատականներ։ Համեցեք։ Այո, ամենայն հավանականությամբ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը կգումարի խորհրդի նիստ, դա տեղի կունենա հունվարի 26-ին, հաջորդ 5-շաբթի օրը գործադիր մամլի նիստից հետո մենք այստեղ այս դիմացի դահլիճում կգումարենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի նիստ, որտեղ կընտրվի խորհրդի նոր կազմ եւ բնականաբար նաեւ այն բոլոր ակարգային հարցերը, որոնք կընդգրկվեն, մենք ձեզ կներկայացնենք։ Այո։ Մեր խորհուրդը լինելու է 200-ից ավելի թեկնածուներ։ Ես ոչ բոլորին կարող եմ։ Դա կքննարկենք գործադիր մարմնի հաջորդ նիստում եւ միանգամից գործադիր մարմնի որոշումը կներկայացնենք խորհրդին։ Նախր Տիրայր ջան, դու ինչ չես լսում։ Դրա համար երկրորդ հարցն ես տալի, եղբայր։ Ես պարզ ասեցի, գործադիր մարմնի նիստը հաջորդ նիստը որոշում կկայացնի եւ ինչ որոշում կայացնի, այդ որոշումը կբերենք եւ կքննարկենք խորհրդում, որպեսզի խորհուրդը կամ հաստատի, կամ չհաստատի։ Ով? Ոչ։ Չեմ կարող ասել։ Իսկ Գագիկ Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն, ՀՀԿ-ի հետ համաձայնեցված է թե ոչ, եթե ոչ, ապա Հանրապետական Կուսակցության համար լուրջ մրցակից է դիտարկում Ծառուկյան դաշինքը։ Իրա արդեն դու դա տենցալին է իրանց անունը։ Բալասարյան դաշինքից բան սովորեցին, էլի, հա։ Հեսա հումորով մեր պրոյեկտը միայն Հայաստանի Հանրապետական Կուսակցությունն է։ Մեկ այլ պրոյեկտերով չենք զբաղվում։ Սա առաջինը, երկրորդը Ծառուկյանի հետ կապված, վերադարձի հետ կապված ես իմ գնահատականը հնչեցրել եմ։ Մրցակից տեսնում ենք, թե չենք տեսնում, մենք բոլոր քաղաքական ուժերին, անկախ նրանց ազդեցությունից, անկախ նրանց կենսագրությունից, անկախ նրանց գաղափարախոսությունից, բոլոր այն քաղաքական ուժերը, դաշինքները, գործիչները, ովքեր որ կմասնակցեն ապագա խորհրդարանական ընտրություններին, մենք համարում ենք, մենք պատրաստ ենք նրանց հետ օրենքով սահմանված կարգով ազատ, թափանցիկ պայմաններում մրցակցել եւ հանրությունը ապրիլի 2-ին կորոշի ում ձայն տալ։ Մենք ազատ մրցակցության կողմնակից ենք, մեկ անգամ չէ, որ հանրապետականը նշել է ժողովրդավարական արժեքների դավանելու մասին, մենք ասել ենք, որ ժողովրդավարությունը ոչ այլ ինչ է, քան մրցակցություն, որը բաց է մասնակցության համար։ Հատուկ ձեր նշած գործին չենք թիրախավորել, որ մեծ համար առանձին ինքը ընդունելի գործի չէ, ընդունելի չի, պրոյեկտն է մեր, թե մեր պրոյեկտը չի, եւ հատուկ չեմ կարծում, որ մենք պետք է հանրապետական անկախ ձեր նշած գործի եւ իր ղեկավարած հնարավոր դաշինքի ծրագրերից մենք ունենք մեր քաղաքական օրակարգը, գնալու ենք մեր քաղաքական օրակարգով եւ նրա վերադարձը քաղաքականություն Հայաստանի Հանրապետական Կուսակցության հաջողության ոչ շատերն է պակասեցրել, ոչ էլ մարտավարությունն ու ռազմավարության մեջ փոփոխություն են մտցրել։ Կարող ես 6 հատ հարց տալ այսօր, Ամանորից իրանց էլ ես ժամանակի սահմանափակում չունեմ, ինչքան ուզում եք խոսեք։ Ուզում իմանալ այդ արգելքը այս 3 ամսվա մասով ուժի մեջ է։ Ինչ։ Այդ արգելքը Սերսակցյան արգելել է։ Հարցերը նրանց, ովքեր որ այդ տերմինոլոգիան օգտագործում էին։ Իմ մոտ գործում է բարոյական արգելքներ, ես իմ մոտ արգելքները շատ նորմալ դրված են։ Ինչն է կարելի, ինչը չէ։ Շարմազանում Գագիկ Ծառուկյան քաղաքական գործի մասին Ինչ։ Ինչ կարծիք ունեք Գագիկ Ծառուկյան քաղաքական։ Իմ կարծիքները չեն փոխվել երևույթների մասին։ Բոլոր այն երևույթների գործիք ասեցի։ Իմ կարծիքը կախված գործից, կախված է նրա գործունեությունից։ Բոլոր այն գործիչները, ովքեր որ կիրականացնեն քաղաքական գործունեություն, քաղաքական մշակույթի, քաղաքական կուլտուրայի, քաղաքական կոռեկտության շրջանակներում ին կողմից կարժանանա միայն ու միայն հարգանքի, անկախ նրանից նրանք ընդդիմադիր դաշտում են գործում, թե իշխանական։ Բոլոր այն գործիչները,
որոնք քաղաքական մրցակցության մեջ կգնան զորբայության, կգնան ոչ կոռեկտության, ոչ քաղաքական մշակույթի ճանապարհով, բնականաբար անկախ էլի կուսակցական պատկանելությունից, նրանք իշխանություն են չէ ընդդիմություն, իմ կողմից կարժանանան ոչ դրական եւ հիացական խոսքերի։ Համաձայնված գործընթացներից Ով? ընդդիմությունը հիմա ուժեղ է։ Նախ ընդդիմադիր դաշտում Հովհաննես դեռևս ամբողջական հստակություն չկա։ Ընդդիմության մեջ դեռևս խմորումները շարունակվում են եւ մենք գոնե պետք է տեսնենք քանի դաշինք կա, քանի դաշինք չկա։ Այսօր տեսեք, կա ելք դաշինք, կա ձեր նշած գործի ղեկավարած դաշինքը, կա համախմբում Սեյան Օհանյան, Դալլաքյան, Արամ Սարգսյան, որը դեռևս առանձին է, կմիանան թե չեն միանա, չեն կարող ասենք, կա ազատ դեմոկրատներ, ազատություն, այնտեղ Անահիտ Բախշյան, Ստեփան Սաֆարյան, դուք եք գրում, ինձնից լավ գիտեք ինչ վիճակ կա հայկական վերածնունդ նախկին օրինաց երկիրը իր բազում գործընկեր կուսակցություններով, էլ ինչ կա, ժառանգությունում դեռ պարզ չի ոչինչ, այնտեղ մի քանի մասի են, Հանրապետականում ամեն ինչ, հանրապետականի որ օրվա ընդդիմությունն է։ Ասում են ընտրություններից հետո ընդդիմություն է դառնալու։ Օրինակ Ծառուկյան դաշինքից հայտարարում են, որ հույս ունեն, որ 50+1% հանրապետականը չի վերցնի։ Վահե ջան, իմ ու քո սիրելի Բիսմարկը ասում էր. Երբեք այդքան սուտ չեն խոսում, որքան ընտրություններից առաջ։ Մի հավատա։ Հիմա դուք ընտրություններից առաջ ինչ չափի սուտ եք խոսում, պարոն։ Ապրիլի 2-ին կերևա, մենք ճիշտ ենք խոսում թե սուտ։ Թողենք ամբողջությամբ ժողովրդի դատին։ Քանի անգամ եք սուտ խոսում ընտրություններից։ Դե համար ես չեմ կարծում, որ մենք հիմա մեր ասուլիսը եղբայր Բիսմարկին հողում անելը ուղղակի հետաքրքիր քաղաքացիական տեսանկյունից հանրապետականը քանի անգամ է ստել ընտրություններից առաջ։ Չեմ կարող ասել։ Որոնք բացատրել են ընտրություններից հետո։ Չեմ կարող։ Հենց դուք ինձ ասեք դուք քանի անգամ եք ոչ բարեխիղճ գրել, ես այն ժամանակ կասեմ։ Այդ հարցին կանադառնանք ապրիլի 2-ին, հաջորդ դասին։ Միահեռուստաընկերություն բաժան միակը դրասին եկի վերջին ճապատակի գնում, կամերան տարածաշրջանում միակը։ Մենք շահագրգռված ենք, մենք վշտապես Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ-ի դերակատարումը տարածաշրջանում Հայաստանի Հանրապետությունում կարևորել է։ Մեր պատկան մարմինները, պետական կառույցները ինչ հնարավորություն որ եղել է, հնարավորությունները օգտագործել են, բայց սա Հայաստանի Հանրապետության ներքին խնդիրը չի, սա այդ կազմակերպության խնդիրն է եւ իրենք պետք է այդ որոշումը կայացնեն։ Մենք ուզում ենք թե չէ ԵԱՀԿ-ի հետ համագործակցել, իհարկե ուզում ենք։ Մենք արդյունավետ համագործակցելու փորձ ունենք, իհարկե այո։ Մնացածը արդեն մեր հարգարժան ԵԱՀԿ-ի գործընկերները պետք է որոշեն։ Տեսա որ խոստումը չկատարեցիր, էլի ես հարցեր տալի, բայց դու Չունենք։ Չունենք։ Կարելի է։ Իսկ մի հարց է, դեռ Դու վայն պայմանավորվեք։ Սովորաբար հանրապետականները ասում են նաև հանրապետականի քիչ պատկանում։ Ես հայտի դասականի մեջ բերում ես, մեկ էլ ինքն էր կարկառում բառը շատ օգտագործել։ Որը քաղաքական ուժերը թե իշխանության դալու ճանապարհը մի կատարում։ Ես էի ասում, շատ բարձր ես գնահատում իմ համեստ հնարավորությունները։ Այո, ես կրկնում։ Ստացվեց այնպես, որ Գագիկ Ծառուկյանը Կանյաչնիի մոտ է հավաքներ կազմակերպել։ Էլի դուք համոզված եք, հա՞ որ Եղբայր, միշտ խոսքը, մանավանդ քաղաքական գործի խոսքը, շատ ուղիղ մի հասկացի։ Հասկացի նաև տարբեր շերտերով։ Այո, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական դաշտի ամենաազդեցիկ դերակատարը։ Ուստի 2 տարի առաջ կամ 2.5 տարի առաջ ձեր խոնարհծառայի նշած հայտարարությունը ուժի մեջ է, ոչ միայն ուժի մեջ է, այլ ավելի քան արդիական է։ Իհարկե կարելի է։ Պարոն Շահրամազանով Մի տարի չենք հանդիպել, բա պետք է հարցակող չանեք, ասա։ Պարոն Շահրամազանով Գագիկ Ծառուկյանից բացի ձեր թիմակիցն է նախկին իշխանության անդամն է վերադառնում։ Ով։ Ում մտնում քաղաքականություն Սեյան Օհանյանը, ով պաշտպանության նախարար եւ Նստված իշխան Զաքարյանի մասին է հարց տալու։
Խազական կանդրադառնանք Սերյան Օհանյանի արդեն կայացած մուտքը քաղաքականություն նոր ձևաչափով եւ Դաշինքը Օսկանյանի հետ տեսելի այդպես լայն կոնսոլիդացիան թեւս կարելի է մարտահրավեր ընդդեմ իշխանության ինչպես է գնահատում։ Ես ասեցի, մենք ազատ մրցապայքարի կողմնակից ենք։ Մենք ձգտելու ենք, որպեսզի ապրիլյան պարլամենտական ընտրությունները լինեն ոչ թե պայքար անձերի միջև, ոչ թե պայքար ընդդեմ, այլ լինեն հնախանուն Հայաստանի եւ երկրորդը լինեն գաղափարների եւ ծրագրերի պայքար։ Առայժմ ընդդիմության դաշտում բացառությամբ 1-2 կուսակցության ես գաղափարական պայքար չեմ տեսնում։ Որովհետեւ դաշինքները, եթե գաղափարական չեն, թեկուզ ամենամեծ հնարավորություններ ունեցող, ամենախելացի, ամենակարդացած, ամենաուժեղ գործիչների շուրջը եթե համախմբվեն, եթե իրանք ծրագիրը չունեն, բնականաբար նրանք ժամանակավոր կլինեն։ Դուք ինձ կարող ասեք, որ կյանքն էլ է ժամանակավոր, հա, բայց ժամանակավոր ասեք շատ կարճ ժամանակ կարող են ունենալ, որպեսզի մենք թույլ տվեք ավարտեն։ Մենք անկախ դրանից, քանի դաշին կձևավորվի, անկախ դրանից, քանի կուսակցություն կմասնակցի պարլամենտական ընտրություններին, մենք պայքարելու ենք հանուն, պայքարելու ենք ոչ թե ընդդեմ անձերի, այլ գաղափարական պայքար ենք մղելու, մենք ներկայացնելու ենք եւ մեր ընտրողին ներկայացնելու ենք մեր ծրագիրը, տնտեսական, քաղաքական, անվտանգության հետ կապված, պաշտպանության հետ կապված, արտաքին քաղաքական, կբավարարի թե չէ, դա դուք եք որոշելու եւ մեր սիրելի ժողովուրդը։ Եվ ակնկալում ենք մնացած բոլոր ուժերից նույն պայքար։ Իրանք պատրաստ են դնան թե չէ, չեմ կարող ասել, որովհետև դեռևս ընտրությունից 2 ամիս առաջ հստակություն չկա ընդդիմադիր դաշտում։ Մնացած իրանց խնդիրն է, ես ասեցի, մեզ համար ինչ տարբերություն մի ուժի դեմ պայքարել, թե 50 ուժի դեմ պայքարել։ Մեկը բոլորին հանրապետականին քննադատում են, էլի։ Մի հարց Սերյան Օհանյանը իր ձևավորած բևեռը դաշինքը կարողանա լուրջ մրցակից կդառնա հանրապետականի համար եւ նրա գաղափարական պայքարը տեսնում եք դուք։ Ես դեռևս ձեր նշած գործի քաղաքային հայեցակարգը չեմ տեսել։ Մինչև քաղաքական հայեցակարգ չլինի, ես ինչպես գնահատական հնչեցնեմ։ Միայն փառահեղ անցյալը կամ հերոսական անցյալը կամ լավ գործունեությունը այս կամ այն ոլորտում քիչ է, որպեսզի ես կարողանամ քաղաքական թիմերի, քաղաքական ծրագրերի վերաբերյալ գնահատականներ հնչեցնեմ։ Երբ որ կլինի նախընտրական ծրագիրը, մենք այդ ժամանակ կնստենք եւ կքննարկենք։ Իրեք նկատեցի, որ դուք անընդհատ խոսում եք, ասում եք ձեր նշած գործ չի։ Կարծես խոսապում եք անձերին անուններով դիմելուց միտում կա։ Միտում այն է, որ մենք պայքարում ենք ոչ թե անձերի, այլ պայքարում ենք երևույթների եւ ծրագրերի միջև։ Այսինքն անձը քաղաքական, մանավանդ կուսակցական համակարգում արդեն առաջնային է դառնում է կուսակցությունը, կուսակցության դերակատարումը, կուսակցության գաղափարախոսությունը։ Եթե ձեզ հաճույք է պատճառում, որ այդ անձերի անունը տամ, մյուս անգամ խոստանում եմ մի քանի անգամ իրենց անունը հնչեցնել։ Այդ անձը կոնկրետ Սերյան Օհանյան այս պահին մարտահրավեր է նետում իշխանությանը, դեմ է դուրս գալիս իշխանությանը, որի կազմում է ինքը։ Սա եմ ուզում մեկնաբանել։ Ինչ է մեկնաբանել։ Իր իրավունքն է։ Նորմալ է գնահատում, որ ձեր նախկին թիմակիցը այսօր ձեր դեմ է դասել։ Ես չեմ կարծում, որ ես հիմա պետք է նստեմ անձերի վարքագիծը եւ նաեւ նախկին պաշտպանության նախարար հարգելի պարոն Սերյան Օհանյանի վարքագիծը ներկայացնեմ։ Մենք ունենք մեր տեսակետը, ինքը ունի իր տեսակետը։ Ինչպիսի տեսակետ ունենա Հայաստանում արկա խնդիրների վերաբերյալ, մենք կխոսենք բոլորի հետ հավասարի սկզբունքով, հարգանքի եւ ազատ մրցակցության սկզբունքով ընտրական կամպանիայի ժամանակ։ Բայց դրան պատկերացնում եք, օրինակ ազատության հրապարակում Տիար ջան, կարևորը դու պատկերացնես եւ հասարակությունին պատկերացնելը այդքան կարևոր չի։ Ես շատ բան չեմ պատկերացնում, որ տեղի է ունենում։ Նա բնական գործեց ըստի մտքությունների ժամանակ նախընտրական դաշինքներ գործեց Գյումրիում։ Այո։ Այո։ Հիմա այն քաղաքական համագործակցության մեջ է հայ հավաքական դաշնակցության հետ ուժի մեջ համապատասխան։ Այո, այո։ Եվ երկարաժամկետ է լինելու։ Հնարավոր է երկարաժամկետի տրամաբանության մեջ ձեր ցուցակը միասնական։ Դաշնակցության հետ։ Չէ։ Չէ։ Մեր օրակարգում գոնե մինչև այս պահը մեր օրակարգում հայ հեղափոխական դաշնակցության մեր հարգելի գործընկերների հետ միասնական ցուցակ կազմելու հարց չի քննարկվել։ Մանավանդ որ հայ հեղափոխական դաշնակցությունն արդեն հայտարարել է, որ իրենք գնելու են առանձին ցուցակով, շտաբի պետն էլ հարգելի իմ գործընկեր Աղվան Վարդանյանն է։ Իրենք են հայտարարել
օրակարգ լրատվականով էլ տեսել եմ։ Պաշարանում իդարչը Հայաստանի ներկայացուցիչը կդառնա Հայաստանի Հանրապետությունը չի հրաժարվել ու չի հրաժարվելու ռոտացիոն կարգով իր ներկայացուցչին առաջարկելու ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս պահին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար չկա, կա ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար։ Այդ հարցը հետաձգվեց, քանի որ Բելարուսի նախագահը ներկա չէր Սանկտ Պետերբուրգյան գագաթնաժողովին։ Այդ հարցը կքննարկվի ապրիլին եւ եթե որոշվի ռոտացիոն կարգ, բնականաբար ռոտացիոն կարգով առաջինը պետք է լինի Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը։